Սիրված դերասան Նիկոլայ Եղիազարյանն այս շրջանում Դիանա Գրիգորյանի «Գոյա մարդ» հեռուստասերիալի դերասանական կազմում է մի փոքր տարօրինակ կերպարով։ Դերասանը «Գոյա մարդ» հեռուստասերիալում մարմնավորում է Ավոյին։ Նշենք, որ սա Դիանա Գրիգորյանի և Նիկոլայ Եղիազարյանի առաջին համագործակցությունը չէ։ Սիրված դերասանի անձնական կյանքը միշտ էլ հետաքրքրել է նրա երկրպագուներին, հատկապես այն պահից, երբ հանրությանը հայտնի դարձավ նրա սիրելի Հելեն Հովհաննիսյանի մասին։ Չնայած դերասանը փորձում էր երկար ժամանակ անձնական կյանքը պահել հնարավորինս փակ, որոշ մանրամասներ ժամանակի ընթացքում բնականաբար բացահայտվեցին և դարձան քննարկման թեմա։ Նշենք, որ դերասանի կինը Հելեն Հովհաննիսյանը մասնագիտությամբ դիմահարդար է և իր ոլորտում արդեն հասցրել է ձևավորել իր ձեռագիրը։ Նրա աշխատանքներն հաճախ առանձնանում են նուրբ ճաշակով և ժամանակակից մոտեցումներով, ինչն էլ նրան դարձնում է պահանջված մասնագետ։ Չնայած նա չի հանդիսանում շոու բիզնեսի ներկայացուցիչ, բայց նրա կապը արվեստի ոլորտի հետ անուղղակիորեն ևս կա, կարելի է ասել, այդ ընդհանուր ստեղծագործական միջավայրն էլ դարձել է զույգի փոխըմբռնման հիմքերից մեկը։ Նիկոլայ Եղիազարյանի և Հելենի ծանոթության պատմությունը բավականին հետաքրքիր ու ժամանակակից է։ Նրանք առաջին անգամ հանդիպել են Երևանում և հենց այդ հանդիպումն էլ դարձել է նրանց հարաբերությունների սկիզբը։ Թեև առաջին հայացքից սովորական ծանոթություն էր, այն շատ արագ վերածվել է ջերմ շփման։ Հետագայում, երբ կյանքի հանգամանքները նրան ժամանակավորապես բաժանել են տարբեր երկրներում ապրելու պատճառով, նրանք շարունակել են կապը պահպանել սոցցանցերի միջոցով։ Այդ հեռավորությունը ոչ թե խանգարել է, այլ հակառակը, ավելի է ամրապնդել նրանց կապը։ Օրվա ընթացքում հաճախակի հաղորդագրություններ, երկար զրույցներ, կիսված մտքեր ու զգացմունքներ, այս ամենը դարձել է նրանց հարաբերությունների կարևոր բաղադրիչը։ Ժամանակի ընթացքում նրանք ավելի լավ են ճանաչել միմյանց, հասկացել իրենց նմանություններն ու տարբերությունները և հասել այն կետին, երբ պատրաստ էին հաջորդ լուրջ քայլին։ Ծանոթությունից մոտ 1 տարի անց Նիկոլայ Եղիազարյանը և Հելեն Հովհաննիսյանը նշանադրվում են։ Այդ շրջանը դերասանի խոսքերով եղել է իրենց կյանքի ամենահուզիչ ու պատասխանատու փուլերից մեկը։ Նա իր հարցազրույցների մեկում անկեղծորեն խոստովանել է, որ այդ որոշումը լիովին գիտակցված է եղել և որ Հելենի հետ իր հարաբերությունները հիմնված են վստահության, հարգանքի և հասուն զգացմունքների վրա։ Ամուսնության նախապատրաստական փուլը ևս զույգի համար եղել է յուրահատուկ ու հիշարժան։ Նրանք միասին ծրագրել են իրենց ապագան, կիսել երազանքներն ու նպատակները, և այդ ամենն ավելի է ամրացրել նրանց կապը։ Նրանց հարաբերություններում կարևոր դեր ունի նաև այն, որ Հելենը լիովին հասկանում և ընդունում է Նիկոլայի մասնագիտության առանձնահատկությունները՝ նկարահանումներ, զբաղված գրաֆիկ, երկրպագուների ուշադրություն։ Դերասանը բազմիցս նշել է, որ իր կնոջ աջակցությունը մեծ նշանակություն ունի իր կյանքում։ Նրա խոսքով Հելենը ոչ միայն կյանքի ուղեկից է, այլև մարդ, ով միշտ հավատում է իրեն, ոգեշնչում և ուժ տալիս առաջ շարժվելու, իսկ Հելենի համար ըստ դերասանի կարևոր է տեսնել, որ իր սիրելին անում է այն, ինչ սիրում է և զարգանում իր մասնագիտության մեջ։ Այսօր Նիկոլայ Եղիազարյանն ու Հելեն Հովհաննիսյանը համարվում են այն զույգերից, որոնց հարաբերությունները կառուցված են փոխադարձ վստահության և հասուն մոտեցման վրա։ Նրանց պատմությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ նույնիսկ ժամանակակից, արագ փոխվող աշխարհում կարելի է կառուցել ամուր և կայուն հարաբերություններ՝ հիմնված անկեղծ զգացմունքների վրա։ Սիրված դերասանի և նրա կնոջ Հելեն Հովհաննիսյանի հարաբերությունները միայն սիրավեպով ու գեղեցիկ պահերով չեն սահմանափակվել, նրանց պատմության մեջ եղել են նաև բարդ փուլեր, որոնք սակայն ավելի են ամրացրել նրանց կապը։ Դերասանն իր հարցազրույցներից մեկում անկեղծորեն խոստովանել է, որ իրենց հարաբերություններում եղել է մի շրջան, երբ նրանք բաժանվել են։ Թեև նա չի խորացել մանրամասների մեջ, սակայն նշել է, որ այդ ժամանակահատվածը երկուսի համար էլ բավականին դժվար ու մտածելու տեղիք տվող փուլ է եղել։ Երբեմն հարաբերություններում նման դադարներն օգնում են մարդկանց վերագնահատել ամեն ինչ, թե զգացմունքները, թե միմյանց կարևորությունը։ Հելեն Հովհաննիսյանի հանդեպ նրա վերաբերմունքն այս ամենից հետո միայն խորացել է։ Դերասանը նշել է, որ իրենց հարաբերություններն այսօր ավելի ամուր են, քան երբևէ, քանի որ անցել են փորձությունների միջով և կարողացել են հաղթահարել դրանք միասին։ Այս պատմությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ իրական զգացմունքները կարող են հաղթահարել նույնիսկ բաժանումը, երբ կա սեր, հարգանք և փոխադարձ
ցանկություն պահպանելու հարաբերությունը, նույնիսկ ամենաբարդ փուլերը կարող են դառնալ նոր սկիզբ։ Դերասանին այն հարցին, թե ինչպես է Հելենը վերաբերում իր մասնագիտության ու երկրպագուհիներին, դերասանը նշել էր. «Նա շատ լավ է վերաբերում իմ մասնագիտությանը, դեռ շատ լավ, շատ ավելի ոգևորված է այդ առումով, որևէ խնդիր չկա և չեմ կարծում, որ երբևէ կլինի, քանի որ գիտակցված ու հասուն տարիքում ենք գտնվում, գիտակցված ու հասուն զգացմունք կա մեր մեջ»։ Նիկոլայ, ինչ փոխեց ձեր կյանքում էկրանի մարդ լինելը, դրանից հետո ինչպիսին դարձաք հարցին, դերասանը պատասխանել է. «Դարձա ավելի զգուշավոր, պատասխանատու, էմոցիոնալ, սկսեցի նկատել բաներ, որ մյուսները չեն նկատում, հետո այնպես արեցի, որ նրանք էլ դա տեսնեն»։ Մանուկ հասակում եղել եք ծնողների վստահելի տղան, որը պետք է կատարեր անպատասխանատու գործերը, թե չարաճճի երես առած երեխա։ Տարիներ առաջ, որպես տան փոքր, երբեմն ինձ անպարտաճանաչ մարդու պես եմ պահել, բայց վտանգավոր բաներ չեմ արել։ Եթե մեկ օրով կին դառնայիք, ինչ կանեիք, ինչպես կօգտագործեիք այդ հնարավորությունը, ես չեմ պատկերացնում նման բան անգամ մեկ ակնթարթով։ Որ տեսակի մարդկանց եք սովորաբար չեզոքացնում ձեր շրջապատից, նրանց, որոնք իրենց տեսակով ինձ ոչինչ չեն տալիս, սառն են, նեգատիվ, չհասկացված, այդպիսի մարդկանցից լուռ և դանդաղ հեռանում եմ։ Որն է ձեր հաջողության բանաձևը։ Երևի մարդկային վերաբերմունքը։ Երեկիր, առանց որոնց կյանք չունեք։ Վզնոցս, որն արդեն քանի տարի է կրում եմ, ծխախոտ, առանց որի իսկապես բացարձակ չեմ պատկերացնում իմ առօրյան, և բջջային հեռախոսը։ Ձեզ որպես տղամարդու գոհացնելը հեշտ է, անձնական կյանքում բծախնդիր եք։ Ինձ հետ հեշտ չէ, բայց միևնույն ժամանակ ունեմ հատկություններ, որոնք մյուսների մեջ չեք գտնի։ Ամեն դեպքում փորձում եմ գոհացնել այն մարդկանց, որոնք իմ կյանքում շատ կարևոր տեղ ունեն, ընդունում են ինձ իմ լավ ու վատ կողմերով հանդերձ։